Սուրճը, գազին, ճաշը, ձմռանը տունը տաքացնող փայտե վառարանին է եփում տիկին Ժաննան, ապրում է մայրաքաղաքում։ Երևանում լինի թե գյուղում 3 տարի է նրա ընտանիքի փողն էլ չի հերիքում կապույտ վառելիքով, ամիսն ամենապակասը 25,000 դրամանոց ջեռուցմանը։ Որ թանկացավ, էլի վիճակի չէինք, ստիպված ցախ ենք վառում։ Թվերը գումարեք, հանեք, առաջարկեք, քննարկեք, գազի արժեքը պետք է այնքան լինի, որ տնտեսվարողն ու բնակիչը սնանկանալու մասին չմտածելով վառեն այն։ Վարչապետ նշանակվելով սեպտեմբերի 15-ին սպառողին հուսադրող առաջին հանձնարարականը տվեց Կարեն Կարապետյանը։ Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինը։ Գործին նաև Գազպրոմը Մոսկվայից խառնվեց։ Արդյունքում Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովն այս նիստում բնական գազի ոչ միայն նոր իջեցված արժեքներ, այլև սակագնային նոր սանդղակ հաստատեց նպաստառուներին հատուկ վերաբերմունքով։ Տարեկան մինչև 600 խորանարդ բնական գազի համար 100,000 դրամ։ Բարդ ձևակերպումը մի կողմ ամենաշատը նպաստառուների համար է գազն էժանանում։ 130,000 ընտանիք մոտ 1/3-ով պակաս խորանարդը 100 դրամով կվճարի։ Մյուս բոլոր բնակիչ բաժանորդների հաշվիչը կպտտվի 139 դրամով։ 8 դրամ պակասի հաշվին 2 սենյականոց ձմեռը միջինը 40,000-ի ծախս ունեցող բնակարանը կխնայի սփոփանք 2,000 դրամ։ Ինչ վերաբերում է տնտեսվարողին, հատուկ վերաբերմունքն այստեղ ջերմոցների գյուղմթերք վերամշակողների համար է։ Նրանց բաժին սակագինը ընդհանուր $242 իջեցվող շեմից նոյեմբերի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում կնվազի մինչև 1000 խորանարդ մետրը $212-ին համարժեք 100,000 դրամի կարգի։ Գազը թանկացնելիս էլ է քննադատում էժանացնելիս էլ։ Եթե հնարավոր էր ինչու էին միայն հիմա զիջման գնում հարցից նեղսրտել է կապույտ վառելիքի գնանկման պատճառով կլորի գումարի ձգվող Գազպրոմ Արմենիայի ղեկավարը։ Բոլոր սպառողների վրա ազդեցությունը կլինի 13 միլիարդ 400 միլիոն դրամ չվճարել։ Այսքան կստանան մեր սպառողները, որից այսքան քիչ կվճարեն։ Հունվարի 1-ից փաստորեն ամբողջ Հայաստանում բնակիչ ու բիզնես ամանորի նվեր ինչ-ինչ գազի էժանացում կստանան։ Ձմեռ պապի անակնկալն այս անգամ շուտ գաղտնազերծվեց։ Էրմինե Բաղդասարյան, Առաջին այլք։